Ինչ պետք է անի Հայաստանը Սոլովյովի հետ, բարձր պարգև ունի Սերժ Սարգսյանի օրոք դեռ ստացած, պետք է դրանից զրկել թե չէ։ Անշուշտ, բայց չեն անի։ Ես այս ամենը նկարագրում բարձրամիտ իշխանություններին հայտնի, իրանք գտել են ճանապարհ, իրանք չեն գնում հեռու Ռուսաստանից, այսինքն իրանք տենց փորձում են ապացուցել, որ հնարավոր է բալանսավորված քաղաքականություն եւ ամեն օր ասում են տեսնում եք այսօր էլ մեզ չոչնչացրեցին, դրա համար բալանսավորված քաղաքականությունը հնարավոր է։ Մինչդեռ տես չեն անում, վերցնում են մոդելը, պրոգրեսիվ անալիզ են անում, տեսնում են ուրա տանում ու ասում են 5-10-15 տարվա կտրվածքով այսօրվա վարած բալանսավորված քաղաքականությունը ինչի է բերում Հայաստանին։ Դրական թե բացասական, եւ այդ տարբերակով, եթե նայենք 5 տարվա կտրվածքով այսօրվա բալանսավորված քաղաքականությունը բերում է 0 կամ մինուս նույնիսկ արդեն 10 տարվա ընթացքում բացարձակ մինուս առանց ոչ մի բանի, որտեղ այն պահին, երբ ավարտվեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ այնտեղ գնացին բանակցությունները, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ որևէ պայմանագիր չունենա, որ Ռուսաստանը չկարողանա օգտագործելով այդ պայմանագրերը Հայաստանը միանգամից կուլ տա, որովհետեւ հենց որ ուկրաինական պատերազմը ավարտվեց այսպես եւ թե այնպես, այս իշխանության վարած քաղաքականության պատճառով Ռուսաստանը կարա այնպես անի, որ Հայաստանի զարգացման ճանապարհները փակվեն։ Դրա համար մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը Հայաստանը պետքա դուրս գա ոչ միայն հապկից, այլ նաեւ ԵԱՏՄ-ից, որ դու տնտեսապես չկարողանաս հասանելի լինես Ռուսաստանին։